մեր ամբողջ իրավապահ համակարգը եւ դատական իշխանությունը ուղղակի լծված է Նիկոլի աբորինությունները սպասարկելու եւ նրա ցանկությունները կատարելու ուրեմն գործընթացի անպատվաբերի դեպք նշեմ գործընթացի մեջ, որովհետեւ գիտեք, ես որպես պատմաբան ցես նշեմ, նույնիսկ միջնադարում, նույնիսկ ուրեմն բացարձակ միապետություններում եկեղեցիներին վերաբերող ուրեմն դատական աջանները լրիվ այլ են եղել, լրիվ այլ գործընթացներով են առաջնորդվել, ասենք հիմա մենք հասել ենք դրան, որ նույնիսկ մեզ մոտ գրբանային դատական իշխանությունը կարող է ինչ որ հայց ընդունել առանց հասկանալու կամ շատ լավ հասկանալով, որ դա իրենց իրավասության մեջ չէ, հայցի ապահովման միջոց ուրեմն գտնել, փորձելով դրանով բավարարել Նիկոլի կապրիզները եւ ցանկությունները, իդեպ բազմիցս եմ նշել, հիմա էլ եւս մեկ անգամ մի փոքր շեղվելով կնշեմ, որ այն ինչ անում է Նիկոլ անհողը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայմանավորված չէ միայն դրսից եկած պատվերով, որովհետև այո, ադրբեջանա-թուրքական տանդեմը եւ Նիկոլի թիկունքում կանգնած որոշ ուժեր ամեն ինչ անում են քանդելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ այդ պատվերն էլ իջեցնում են, բայց այստեղ նաեւ բերեք չմոռանանք, որ Նիկոլը ինքը շատ մեծ հետաքրքրություն ունի այս անպատվաբեր գործընթացի մեջ, որովհետեւ Նիկոլը ինքը աղանդավոր է, որքան էլ ինքը իրեն ներկայացնում է որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ անընդհատ թութակի նման դա կրկնում էր։ Ես ինքս ունեմ բազմաթիվ ապացույցներ, եւ որ իշխանության գալուց հետո Նիկոլ անհողը իր Facebook-յան էջով տարածում էր կյանքի խոսք աղանդի հայտնի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները իր էջում, խորհուրդ տալով իր էջի հետևորդներին լսել կամ կարդալ այդ անձի ուրեմն քարոզները։ Այսինքն Նիկոլ անհողը աղանդավոր է։ Ես չգիտեմ մինչև հիմա հայ առաքելական Սուրբ եկեղեցու որևէ հետևորդի, ով հետևորդ լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու տարածում է այս կամ այն աղանդի կամ փողոքական եկեղեցիների քարոզիչների քարոզները։ Այսինքն այստեղ մենք տեսում ենք Նիկոլի աղանդավոր էությունը։ Ես նաև ձեզ հիշեցնեմ, որ 2024 թվականի սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ անհողը մեջբերում արեց Աստվածաշնչից, որը բացարձակ չէր համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու Աստվածաշնչի թարգմանությանը։ Ստուգաբանությամբ բոլորս պարզեցինք, որ դա համապատասխանում է բողոքական եկեղեցիների, ինչպես նաև Եհովայի վգա աղանդի կողմից թարգմանված Աստվածաշնչի տարբերակին։ Էլ չասեմ, որ Նիկոլ անհողի դուստրերը երեքն էլ բացարձակ չեն թաքցնում, որ իրենք շատ սերտ կապի մեջ են վերը նշված կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների հետ։ Քարոզներն են լսում, նրանց ներկայացուցիչների հետ պարում են, ուրախանում են, ռիլսեր են ուրեմն հրապարակում, էլ չասեմ, որ մասնակցում են նաև հարսանիքների, որտեղ ամբողջ արարողակարգը կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչներն են անում։ Եվ խնդիրը նրանում է, որ այստեղ նաև պետք է նայել Նիկոլի կողմից եկեղեցու դեմ արշավը, որպես նաև սեփական նախաձեռնություն։ Եվ այդ այլանդակության մեջ Նիկոլը ներքաշել է նաև դատական իշխանությանը, հիմա նաև իրավապահ համակարգին։ Իհարկե իրավապահ համակարգն էլ մեծ ուրախությամբ, հատկապես քննչական կոմիտեն լծվել է այդ անպատվաբեր գործին, թե ասենք նույն քննչական կոմիտեն պետք է քրեական գործ հարուցեր ԲԴԽ անդամ դատավորի դեմ, ով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորն է, ով ընդհանրապես վարույթ էր վերցրել այդ գործը, այսպես կոչված Գևորգ Սրբազանի, իսկ հիմա արդեն Արման Սարոյանի հայցը ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, որովհետև հոգևորականներին վերաբերվող գործերը կարող են հայտնվել դատարաններում, եթե նրանք կատարում են, ասենք, օրինակի համար քրեական եւ քաղաքացիական օրենսգրքով ուրեմն զանցանքներ եւ հանցանքներ համապատասխանաբար, բայց երբ որ ասենք մեր իրավապահ համակարգը, մեր դատական իշխանությունը իր քիթը մտցնում է Նիկոլի պատվերով
զուտ ներեկեղեցական հարցերին, ասենք թե կարգալույծ անելուն, թեմի հոգևոր առաջնորդի հանելուն, նշանակելուն, սա արդեն զարմանք է հարուցում եւ զավեշտ է սա ուղղակի։ Իսկ պատճառը, այո, դուք շատ ճիշտ նշեցիք, բոլորն էլ այդ նույն կարծիքին են, որ նախապայմաններ են ստեղծում, որպեսզի 2026 թվականի փետրվարի 16-ից 19 Սանկտ Փյոլենում տեղի ունենալիք ուրեմն եպիսկոպոսատ ժողովին թույլ չտան մասնակցելու եւ կաթողիկոսին եւ բազմաթիվ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների, ովքեր պետք է մեկնեին այնտեղ։ Ես հիշեցնեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի վերջին տվյալներով 57 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը 10 են միացել Նիկոլ անհողին, աղանդավոր Նիկոլ անհողին։ Եվ Նիկոլի բոլոր փորձերը ներկայացնել, թե իբր թե ինքը պայքարում է հոգևոր դասի դեմ, հոգևորականների դեմ, իդեմս կաթողիկոսի եւ նրա շրջապատի, այլ ոչ թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու, հենց փառատվում են այս ուրեմն գործընթացով, որովհետև Նիկոլ անհողը փորձելով արգելանք հանդիսանալ եպիսկոպոսած ժողովի հրավիրմանը, փորձում է դրանով նաև թույլ չտալ, որ եպիսկոպոսած ժողովի ժամանակ բացահայտի, որ իր տիրադավները կամ ինչպես ես եմ ասում, քեպիսկոպները ընդամենը իր տիրույթում իր կողմից վերահսկվող այդ 10 անձինք են, ասենք, պախարակված, վարկաբեկված, ասենք, Կճոյանը, Բենտլի գործով, Զենքի գործով, Սիրուհու գործով, օֆշորի գործով, հայտնի գործարար Հայրաբեդյանին ունեզրկելու գործով, Միրզախանյանը կրկին վիրահայոց թեմի գումարների ուրեմն մսխելու, տղա ունենալու, որի անունը Օհան է, այն կոտայքի թեմի առաջնորդը ուրեմն տղա եւ աղջիկ ունի, վերջերս պարզվեց, տղան էլ հայտնի դեմք է, ասում են Արգիշտի Քյարամյանն է, եւ այս Սարոյան կոչվածը, որը ես նշեմ, որ 2018 թվականին Հագա եկեղեցական շարժման առաջնորդները բացահայտում էին, որ սա պոռնոգապարու անձնավորություն է, քանդել է իր ուրեմն ծանոթներից մեկի, այսպես ասած, ընտանիքը սեռական հարաբերություններ ունենալով նրա կնոջ հետ։ Ձայնագրությունը հենց նրանք են տարածել, իդեպ նշեմ։ Հիմա որ տարածվում է ձայնագրությունը, դա դեռ 2018 թվականին Հագա եկեղեցական շարժման ներկայացուցիչներն են բացահայտել այս Սարոյանի ուրեմն սերտ կապերը ինչ որ մի կնոջ հետ, որի ամուսինը դա բացահայտել է եւ նրանց ընտանիքը քանդվել է։ Եվ վերջում կտեսնեին, որ այս 10-ը մնացել են միայնակ, մեծ մասը, պարզ մեծամասնությունը լինելու էր կաթողիկոսի կողքին եւ նրանք ամեն ինչ անում են, որ ժողովը Սանկտ Փյոլենում եպիսկոպոսատ չկանա, իհարկե սկզբից ինչ որ ապուշություններ էին հնարում, նույնիսկ 10 տիրադավների գլխավորությամբ, թե բա ինչի է եպիսկոպոսատ ժողովը հրավիրվում դրսում։ Նշեմ, որ սա շատ ընդունված տարբերակ է եւ վերջին անգամ հենց Վազգեն Վեհապարն է 1956 թվականին իր ընտրվելուց 1 տարի հետո Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հրավիրել եպիսկոպոսած ժողով։ Ես մի քանի րոպե առաջ էլ տեղեկացա, որ Սուրեն Պապիկյանը, ով ժամանակին իր հրամանատարին է բանակում ծառայելուց դանակահարել եւ բանտարկվել է, այդ անձը չեղարկեց դեռ Վազգեն Սարգսյանի ընդունած որոշումը, որի համաձայն բանակում պետք է նաեւ հոգեվոր ծառայություն մատուցեին։ Այսինքն բանակում ծառայող հոգևորականների այդ, ես չգիտեմ, դա գումարտակ է, ինչ է, դա վերացվեց եւ հոգեվոր ծառայություն էլ բանակում չի մատուցվելու։ Խնդիրը նրանում է, որ այդ գնդերեցներից ոչ մեկը չմիացավ տիրադավներին։ Խնդիրը հենց այդտեղ է։ Եթե գնդերեցներից որևէ մեկը կամ մի քանիսը միանային դավաճան եպիսկոպոսներին, ովքեր դուրս են ելել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ես հատուկ եմ նշում, իրենք եկեղեցու դեմ են դուրս եկել, ապա Սուրեն Պապիկյանը այսքան կատաղած չէր լինի եւ ընդհանուր առմամբ բերեք ճշտենք մեկ ու շատ կարեւոր հանգամանք։ Սուրեն Պապիկյանը չի որոշում։ Սուրեն Պապիկյանը ընդամենը կամակատար է այստեղ։ Սուրեն Պապիկյանին հրահանգներ է տալիս Նիկոլ անհողը։ Կրկնում եմ, կյանքի խոսք աղանդի երկրպագու Նիկոլ անհողը, ով իր Facebook-յան էջով տարածում էր վերը նշված աղանդի քարոզչի նյութերը։
Ու հիմա ինքը առանց ամոթի իրեն հռչակում է որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ու մարդկանց էլ փորձում է աչքերին թոս փչել այն հանգամանքով, որ ասենք սաղմոսներից կամ Սուրբ գրքից մեջ վերումներ անում, մարդիկ էլ մտածում են, որ եթե անում է, ուրեմն ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Նշեմ որպես պատմաբան, աղանդավոր կամ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները շատ են սիրում անընդհատ հղում անել Աստվածաշնչին, սաղմոսներին եւ Աստծուն։ Սա շատ ընդունված տարբերակ է նրանց մոտ։ Հետաքրքիր է, էլի հարց եմ ուզում տամ, երբ որ Նիկոլ Անհողը Ժողջանին համոզում է, որ ինքը պայքարում է կաթողիկոսի դեմ, ասենք հոգևորականների ծառայությունը հայոց բանակում ինչ կապ ունի կաթողիկոսի հետ։ Դպրոցներում դասավանդվող հայ եկեղեցու պատմությունը ինչ կապ ուներ կաթողիկոսի հետ։ Շողակաթ հերոստանգերության գործունեությունը ինչ կապ ուներ կաթողիկոսի հետ։ Այս ամեն ինչը ցույց է տալիս նրա հակակրանքը եւ ատելությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ ընդհանրապես կաթողիկոսի նկատմամբ շինծու ուրեմն մեղադրանքները կաթողիկոսի նկատմամբ շինծու մեղադրանքները ընդհանրապես պատրվակ են, որբիսի Նիկոլ Անհողը շարունակի իր ուրեմն արշավը հենց բուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նիկոլ Անհողից ամեն ինչ պետք է սпасել։ Այս մարդը օդից քրեական գործեր է հնարում, ասենք մարդն ասում է մեր ձևով, ինքը այդ մեր ձևովը դարձում է որպես ահաբեկչություն սպառնալիք։ Ուրեմն քանի որ մենք արդեն նախադեպեր ունենք, մենք բացարձակ չպետք է զարմանանք, որ Նիկոլ Անհողը կաթողիկոսին էլ փորձի կալանավորել։ Եվ ես ամեն ինչի սպասում եմ, բայց հույս ունեմ, որ Գարեգին երկրորդ վեհափառը իր բարձունքում կգտնվի եւ որտեղ էլ ինքը լինի, այդտեղ էլ ինքը վեհափառ է։ Եթե իրեն տեղափոխեն նույն, ինչպես ասում են, KGB-ի պատվալ, KGB-ի պատվալը կդառնա վեհարան։ Ամենակարևորը այն է, որ մեր եկեղեցու հոգևորականները միշտ մինչև վերջ ամուր լինեն եւ տուրք չտան Նիկոլ Անհողի, կրկնում եմ, աղանդավոր Նիկոլի ահաբեկչական այս գործողություններին։ Եթե մինչև վերջ իրանք մնացին անկոտրուն, ամեն ինչ շատ լավ կլինի մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար։ Իսկ այն, որ Նիկոլ Անհողը պատրաստ է ամեն տեսակ աբորինությունների, երեք իհարկե հայտարարում էր, որ օրենքի շրջանակներում, բայց ո՞րն է օրենքի շրջանակում, որ իր գրբանային դատավորը, դատարանը եւ գրբանային համապատասխան դատավորը, ասենք, շատ արագ գործընթանում է, հաջորդ իսկ օրը հայցի ապահովման միջոց է, ուրեմն հայցի ապահովման միջոցով փորձում է Արման Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում եւ ինչ կապ ունի դատարանը կաթողիկոսի կամ նույն եպիսկոպոս գերագույն հոգևոր խորհրդի որոշումների հետ։ Եկեղեցին ըստ սահմանադրության անջատ է ուրեմն իշխանությունից եւ Նիկոլ Անհողը եւ իրեն սպասարկող իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչները ուղղակիորեն մասնակցում են սահմանադրական կարգի տապալման գործընթացին։